Եկեք ձեզ պատմեմ ամենամիստիկ նավերից մեկի՝ Քուին Մերի նավի մասին։ Քուին Մերին բրիտանական տրանսատլանտյան էքսպերտ լայներ է։ Կառուցվել է 1936 թվականին և ակտիվ նավարկել մինչև 1967 թվականը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին վերածվել է զինվորական տեղափոխման նավի և ստացել գորշ ուրվական մականունը։ Ներկայումս նավին մշտական կայացված է Լոնգ Բիչի, Կալիֆոռնիայի Ամերիկայի Միացյալ Նահանգներում և ծառայում է որպես հյուրանոց ու թանգարան։ Այն համարվում է աշխարհի ամենահայտնի ուրվականներով բնակեցված վայրերից մեկը։ Այն երբևէ կառուցվել է ամենամեծ, ամենաերկար և ամենաբարձր մարդատար նավերից մեկն է։ Ավելի քան 300 մարդ խորտակվել է, իսկ Քուին Մերիի ռազմական հրամանի համաձայն չի կնքել, որպեսզի փրկեր նրանց։ Նավի ակտիվ տարիներին դրա վրա պաշտոնապես գրանցվել է շուրջ 49 մահ։ Իսկ հիմա եկեք ձեզ պատմեմ այս նավի ամենահայտնի անոմալ վայրերի մասին։ Առաջին կարգի լողավազան նավի ամենաակտիվ ուրվականային գոտին է։ Այստեղ հաճախ տեսնում ենք երկար զգեստերով մի կնոջ կամ լսում են երեխաների ձայներ ու ջրի ցայտուններ։ Թեև լողավազանի տարիների շարունակ դատարկ է և չի գործում։ Երկրորդը նավախցիկ B240 սենյակն է։ Սա նավի ամենաառասպելական սենյակն է։ Ըստ լեգենդի այստեղ տեղի է ունեցել սպանություն և երկար տարիներ այն փակ է եղել զբոսաշրջիկների համար անկանոն աղմուկներ, դռների ինքնաբեր բացվելու և փակվելու պատճառով։ Այսօր այն հատուկ վերանորոգված է սուր զգացողությունների սիրահարների համար։ Հաջորդը մեքենայական բաժանմունքները, որը դուր համար 13-ն է։ 1966 թվականին այս ծանր ջրարգելական դռան պատճառով դժվար պատահար մահացել է Ջոն Փեթեր անունով մի երիտասարդ նավաստի։ Ասում է, որ նրա կապույտ կոմբինեզոնով ուրվականը հաճախ հայտնվում է հենց այդ դռան մոտ։